было. Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ հայ ազատագրական պայքարը 17-ից 18-րդ դարերի սկզբին եւ կցանկանայի ասել շնորհակալություն դիտելու համար եւ հետաքրքիր դիտում ձեզ։ Հայ ազատագրական շարժումը 17-րդ դարի երկրորդ կեսին։ 16-րդ դարում հայ եկեղեցու առաջնորդի գաղտնի ժողովները խնդրագիրը Հռոմի պապին եւ արևմտյան քրիստոնյա տերություններին պատվիրակություն բանակցություններ Եվրոպայում որևէ շոշափելի արդյունքներ չտվեցին։ 1645-ից 1669 թվականներին Կրետե կղզու համար մղված պատերազմը Վենետիկի հանրապետության եւ Օսմանյան կայսրության միջև կրկին հույսեր արթնացրեց հայերի մեջ, մանավանդ որ հակաթուրքական պայքարի մեջ Հռոմի պապը, Վենետիկը եւ Ֆրանսիան նպատակ ունեին ներգրավելու նաև արևելյան քրիստոնյա ժողովուրդներին, հայերին, հույներին եւ ասորիներին։ Կազմվեցին ծրագրեր, տեղի ունեցավ բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ հայ գործիչների, Խաչատուր Գաղտնիացի, Մահտեսի, Մուրադ Բաղիշեցի, Խոջա Առաքել, Հովհաննես Թութունջի եւ ուրիշներ, եւ քրիստոնյա աշխարհի մի շարք նշանավոր առաջնորդներ, մինչև այդ թվում Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14-րդի, Վենետիկի, Լեհաստանի եւ Եթովպիայի առաջնորդների հետ, սակայն Վենետիկը պարտվեց Կրետեի պատերազմում եւ այդ ծրագրերը իրականություն չդարձավ։ Հայերը սկսեցին նոր հույսեր կապել 1670-ական թվականներին ստեղծված հակաթուրքական դաշինքի հետ, որի կազմում էին Ավստրիայի, Լեհաստանի, Վենետիկը եւ Ռուսաստանը։ Օգնության խնդրանքով Հռոմի պապին, Ավստրիայի կայսեր եւ Ռուսաստանի Ալեքսեյ ցարի դիմեցին ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին, Գանձասարի Պետրոս կաթողիկոսը, նոր Ջուղայի հայ առևտրականները։ Հակոբ Ջուղայեցին 1677 թվականին Էջմիածնում հրավիրեց գաղտնի ժողով, որի որոշման համաձայն կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակությունը 1679 թվականին նախ մեկնեց Վրաստան, ապա Կոստանդնուպոլիս, որտեղից կապ հաստատեց Հռոմի պապի եւ Լեհաստանի արքա Յան Սոբսկինի հետ, սակայն 1680 թվականի օգոստոսին Հակոբ Ջուղայեցին մահացավ, իսկ պատվիրակության անդամները վերադարձան Հայաստան։ Իսրայել օրու գործունեությունը 17-րդ դարի վերջին եւ 18-րդ դարի սկզբին հայ ազատագրական պայքարի ամենաակնառու գործիչ դարձավ Իսրայել օրին, որը Պֆալցի Կուրսուրուս կայսրի իշխան Հովհան Վիլհելմի միջոցով փորձում էր իրականացնել Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Նա որոշվեց Պոֆալցկու իշխանության, ավստրիական կայսրության եւ Տոսկանի դուքսության օժանդակություն կազմակերպել արշավանք դեպի Հայաստան, սակայն այդ ծրագիրը ձախողվեց։ Ձախողումից հետո օրին մեկնեց Ռուսաստան եւ 1701 թվականին հանդիպում ունեցավ Պետրոս Առաջին Մեծի հետ։ Մեր ազատագրական պայքարում սկսվեց ռուսական կողմնորոշումը, որը հետագայում ավելի խորացավ։ Իսրայել օրուն խոստացվեց, որ Շվեդիայի դեմ մղվող Հայաստանի պատերազմի ավարտից հետո Պետրոս Առաջինը կզբաղվի Հայաստանի ազատագրական հարցով։ Ուստի որոշվեց մինչ այդ օրու գլխավորությամբ դեսպան ուղարկել Իրան տիրող իրավիճակը ծանոթանալու նպատակով 1708-ից 1711 թվականներին օրին որոշակի գործողություններ ծավալեց Իրանի տարածքում, կապեր հաստատեց ժամանակի նշանավոր հայ գործիչների հետ։ 1711 թվականին սակայն Աստրախանում նա հանկարծամահ եղավ։ Իսրայել օրու գործը շարունակեց նրա օգնական եւ ուղեկից Մինաս Վարդապետ Տիգրանյանը։ Ազատագրական պայքարը Արցախում եւ Սյունիքում
1722-ից 1730-ական թվականներին։ 1722 թվականին պարսկական տիրապետության դեմ ապստամբած Աֆղանստանը գրավեց Իրանի մայրաքաղաք Սպահանը և գլխավոր Հուսեյնի շահին։ Օգտվելով առիթից նույն թվականին Պետրոս Առաջինը արշավանք սկսեց Իրանի դեմ։ Ռուսական բանակին միանալու հեռանկարով վրաց Վախթանգ 6-րդ թագավորը 30,000-անոց և Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասա Ջալալյանը 12,000-անոց բանակով հանդիպեց Գանձակի մոտ գտնվող Չոլակ վայրում, սակայն նոյեմբերի 2 ամիս անց լուր ստացվեց, որ Պետրոս Առաջինը դադարեցրել է Կասպիական արշավանքը և վերադարձել Աստրախան։ Վրացական բանակը վերադարձավ Վրաստան, հայկականը Արցախ։ Վերադառնալով Արցախ, հայկական զորքը անկախ իշխան հռչակեց։ Ազատագրական պայքարի գլխավոր կազմակերպիչ ու ոգին Եսայի Հասա Ջալալյանն էր, իսկ զորքերի ընդհանուր հրամանատարը Ավան հարյուրապետ Յուզբաշին։ 1720 թվականի ապստամբեցին նաև Սյունիքի հայերը, որոնց պայքարը կազմակերպեց ու առաջնորդեց վրացական բանակի հայ զորավար Դավիթ բեկը։ Սյունիքում Դավիթ բեկի գլխավորությամբ ստեղծվեց անկախ հայկական իշխանություն, որի կենտրոնը Հալիձորի բերդն էր։ 1728 թվականին Դավիթ բեկի մահից հետո իշխանության ղեկավար դարձավ Մխիթար Սպարապետը, սակայն 1730 թվականին սպանությունից հետո իշխանությունը անկում ապրեց։ Եվ Արցախում, և Սյունիքում մեծ հույսեր էին կապում Ռուսաստանի հետ։ Ողջ պայքարի ընթացքում, սպանելով ռուսական զորքերի ու հավատալով նրանց օգնության խոստումներին, մինչդեռ իրականում 1724 թվականին ռուսական պետությունը Թուրքիայի հետ գաղտնի պայմանագիր կնքել էր, որով Մերձկասպյան շրջանները անցնելու էր Ռուսաստանին, իսկ դրանից արևմուտք ընկած շրջանները, ներառյալ Արևմտյան Հայաստանը, Օսմանյան Թուրքիային։ Այսպիսով հայերի հետ հենց առաջին լուրջ շփման ժամանակ Ռուսաստանը ոտնահարեց հայերի ազգային շահերը։ Չնայած դրան, հայերը անմնացորդ նվիրությամբ ռուսական պետություն պահպանեցին նաև հետագայում, հույսերը դնելով Ռուսաստանի օգնության վրա և 9 տարի զուր սպասելով լիովին անկախացած Արցախն ու Սյունիքը հայկական վերականգնված թագավորություն չհռչակեցին։ 1723 թվականից սկսած օսմանյան հարձակումները տարեցտարի ավելի են ուժեղանում։ 1724 թվականի սեպտեմբերին թուրքերը գրավեցին Երևանը, ապա հարվածն ուղղեցին դեպի Արցախ և Սյունիք։ Հայությունը առաջնորդների մի մասը սկսեցին հակվել թուրքերի հետ հաշտություն կնքելու մտքին։ 1728 թվականին մահացավ Եսայի Հասա Ջալալյանը, իսկ Ավան հարյուրապետը 1729 թվականին օգնություն բերելու նպատակով մեկնեց Ռուսաստան, բայց այդպես էլ չվերադարձավ։ Թուրքերը գրավեցին Կարաբաղի զգալի մասը։ 1730-ական թվականի սկզբին պայքարը շարունակվում էր Գյուլիստանի ու Ջրաբերդի շրջանները Աբրահամ Սպարապետի գլխավորությամբ։ Իրանում ստեղծված ճգնաժամն ի վերջո հաղթահարած ականավոր զորավար Նադիր խանը, որը 1736 թվականին հռչակեց Իրանի շահ, 1736-ից 1747 թվականներին, նկատի ունենալով թուրքերի դեմ մղած պայքարում Արցախի հայկական զինուժի ցուցաբերած մեծ աջակցությունը, Իրանի ամբողջականության վերականգնումից և խաղաղության հաստատումից հետո Նադիր շահը ճանաչեց հայ մելիքների իրավունքները։ Արևելյան Հայաստանում սկսվեց հոգատար վերաբերմունք ցուցաբերել հայ բնակչությանը և հայոց եկեղեցու նկատմամբ։ Արցախի 5 մելիքությունները՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի, կազմավորեցին ինքնուրույն վարչական միավորում՝ Մահալ-e Խամսե (Խամսա նշանակում է 5), որն ուներ ինքնավարության կարգավիճակ։ Դա Նադիր շահի գնահատականն էր տրված արցախահայության պայքարին։ Ինքնավարությունը, սակայն, վերցվեց Նադիր շահի մահից հետո։ Հայ ազատագրական պայքարը 18-րդ դարի երկրորդ կեսին։ 18-րդ դարի երկրորդ կեսին հայ ազատագրական
մտքի կենտրոններից էր հայ դոջախ, որի ականավոր ներկայացուցիչն էր Հովսեփ Էմինը։ 1751 թվականին մեկնելով Անգլիա նա լուրջ կապեր հաստատեց անգլիական կառավարության շրջանակներում։ Հայաստանի ազատագրական հարցը Հովսեփ Էմինը բարձրացրեց նաև Անգլիայի վարչապետ Փիթիի, ապա Ռուսաստանի վարչապետ Վորոնցովի հետ 1761 թվականին հանդիպելով հանդիպումների ընթացքում Հովսեփ Էմինն առաջ քաշեց Ռուսաստանի հովանավորությամբ հայի վրացական միացյալ պետություն ստեղծելու գաղափարը, որը պետք է գլխավորեր վրաց թագավոր Հերակլ II-ը։ Էմինը կապեր հաստատեց մի շարք հայ գործիչների հետ, որոնցից ամենապատրաստական Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսն էր։ Նա հայտնեց, որ Արևմտյան Հայաստանում հավաքագրել է մոտ 40,000-անոց զորք, սակայն գործունեությունը հավանություն չէր տալիս հայոց կաթողիկոս Սիմոն Երևանցին, այն համարելով արկածախնդրություն։ Իր ծրագրի ձախողումից հետո Հովսեփ Էմինը վերադարձավ Հնդկաստան, որտեղ համագործակցեց 1770-ական թվականների սկզբին Մադրասում Շահանիր Շահանիրյանի հիմնած ազատագրական խմբակի հետ։ 1771 թվականին Մադրասում ստեղծված քաղաքական խմբակի կորիզը կազմում էին մեծահարուստ Շահանիր Շահանյանը և նրա որդիներ Հակոբ և Եղիազարը, հոգևորականների հմուտ հայագետ Մովսես Բաղրամյանը, մեծահարուստ Գրիգոր Խաջաջյանը և ուրիշներ։ Շահանիր Շահանյանը կապեր էր հաստատել Արցախի Մելիքների, Էջմիածին ու Գանձասարի կաթողիկոսների և վրաց Հերակլ II թագավորի հետ։ Մադրասի խմբակը կարևորում էր ազատագրական գաղափարների քարոզումն ու տարածումը, ուստի 1772 թվականին Մադրասում հիմնվեց հայկական տպարան, որտեղ տպագրվեցին ազատագրական գաղափարներ քարոզող մի շարք աշխատություններ։ Մովսես Բաղրամյանի նոր տետրակ, որ կոչի «Հորդորակ» գիրքը, նախ համառոտ ներկայացնում էր Հայաստանի պատմությունը, ապա առաջ քաշում Հայաստանի ազատագրության ծրագիրը, որը պետք է իրականացնել սեփական ուժերով և զինված պայքարով, հույսը դնելով հենց սեփական ուժերի վրա։ Խմբակի մյուս կարևոր հրապարակությունը «Որոգայթ փառացը» գիրքն էր, հեղինակ Հովհաննես Շահանիրյան, որն ապագա Հայաստանի սահմանադրությունը նախագիծն էր։ Այն նախատեսում էր, որ ազատագրված հայկական պետությունը պետք է լինի պարլամենտական հանրապետություն։ Սահմանադրական այս նախագիծն իր սկզբունքներով ավելի առաջադիմական էր, քան դրանից 100 տարի անց գործող ամերիկյան սահմանադրությունը։ Նույն ժամանակաշրջանում Հայաստանի ազատագրական ծրագիրն էին առաջ քաշում ռուսահայ գործիչներ, որոնք ոգևորված էին հատկապես կայսրուհի Եկատերինա II-ի Հայաստան ազատագրելու և ռուսական հովանու ներքո հայոց թագավորություն վերականգնելու ծրագրով։ Նախատեսված էր անգամ ապագա հայոց թագավորության թեկնածությունը, որի լինելու էր կայսրուհու մերձավոր անձից մեկը՝ իշխան Պոտումկինը։ 1769 թվականին հայ մեծահարուստներ Մովսես Սարաֆյանը, Հովհաննես Լազարյանի և ռուսական այլ նշանավոր գործիչների հովանավորությամբ Եկատերինա II ներկայացրեց Հայաստանի ազատագրության մի ծրագիր, որը Ռուսաստանից բացի կարևոր դեր էր հատկացնում Վրաստանի ու Արցախի մելիքներին։ Հայերը ավելի ոգևորվեցին 1783 թվականին նախատեսված ռուսական արշավանքի Անդրակովկաս, որը պետք է իրականացներ ականավոր զորավար Սովորովը, և նույն թվականին Գեորգիվսկի քաղաքում ստորագրված ռուս-վրացական դաշնագիրը, որով Ռուսաստանը ստանձնում էր Արևելյան Վրաստանի հովանավորությունը։ Նախատեսված արշավանքը սակայն չիրականացվեց։ Այդ շրջանում հայ գործիչները ռուս-վրացական դաշնագրի օրինակով մշակեցին և ռուսական արքունի ներկայացրեցին Հայաստանի ազատագրության և հայ-ռուսական դաշնագրի երկու նախագիծ կազմված Հովսեփ եպիսկոպոսի, Արգուտյանի և Շահանիր Շահանյանի կողմից։
Սակայն հայ-ռուսական դաշնագիրը նախագծի ռուսական արքունիքում տրվեց սառը և համառոտ պատասխան. դաշնագիրը կնքում են երկու արքաների միջև, իսկ ուր է հայոց արքան։